պետք է բնութագրեք մարմինները վրչափերի, օգտագործեք համապատասխան գործիքներ։ Կանոն, կշեր, ջերմաչափ, ժամացույց, չափիչ։ Կարող եք։ Իհարկե կարող եք։ Անցանք առաջ։ Այսպիսով, այսօրվա մեր դասն է բարձր, ցածր, հեռու, մոտիկ։ Այսօրվա ձեր դասագրքի էջերը ես մեծադիր պատրաստել եմ այս գրատախտակին, որպեսզի կարողանաք եւ գրատախտակով աշխատել եւ ձեր դասագրքերով աշխատել։ Այսպիսով, մեր շուրջը եղած առարկաների մասին մենք ինչ կարող ենք ասել։ Ասում ենք Անուշ, ինչ կարող ես ասել մեր շուրջը եղած առարկաների մասին։ Մեր շուրջը եղած առարկաների մարմինները լինում են տարբեր չափերի։ Այդ մարմինները նկարագրելիս նշվում են նաև դրանց չափերը։ Ճիշտ է։ Հիմա նայում եք նկարին երեխաները եւ ասում եք, օդապարիկից բարձր։ Ինչ եք տեսնում։ Վալենտինա։ Երկինքը, Դավիթ։ Ամպերը, Դավիթ։ Ճիշտ է, Տիգրան, Լուսինը, Վահագ։ Ճիշտ է, Տիգրան։ Ապրեք դուք։ Հիմա նայում եք օդապարիկից ներքև։ Ինչ եք տեսնում։ Արման։ Դաշտերը։ Յանա։ Ճիշտ է։ Սուրեն։ Տները։ Նարեկ։ Ճիշտ է։ Քանի եկեղեցի եք տեսնում։ Երկու եկեղեցի եք տեսնում։ Շատ լավ։ Եկեք պարզենք։ Նկարում պատկերված աղջիկը հիվանդ է, թե հիվանդ չէ։ Որ դեպքում կարող է հիվանդ լինել։ Յանա։ Եթե 37-ից ավել է, դրա համար մեր Սիմոնյան Յանան մյուսը պատրաստել է փոքրիկ դերախավ եւ ինքը կներկայացնի, թե ինչպես են մարդու ջերմությունը չափում եւ հասկանում հիվանդ է թե հիվանդ չէ։ Գալիս է Գրիգորյան Անդրանիկը եւ Սիմոնյան Յանան։ Սպասենք 5 րոպե։ Անահիտը ջերմություն ունի, նա վատառողջ է։ Ինչքան է ջերմությունը, որ ասում ես վատառողջ է։ 37-ից ավել։ Ահա, տեսնում եք 37-ից ավել։ Այս կարմիր նիշը, գիծը երեխաներ, սնդիկի սյուն է, որքան ջերմությունը բարձր է, սնդիկի սյունը բարձրանում է, իսկ եթե ջերմաստիճանը ցածր է, սնդիկի սյունը իջնում է։ Ապրեք, ծափահարում եք երեխեքները։ Անահիտ լսվիր։ Արի Սամվելյանյանը։ Սպասենք 5 րոպե։ Յանան ջերմություն չունի, նրա ջերմությունը 36.6 է։ Ահա, այսինքն Յանան վատառողջ է, թե վատառողջ չէ։ Վալենտինա ջան, Վալենտինան ասաց, որ վատառողջ չէ։ Իսկ ինչու՞ չի վատառողջ։ Նարեկ, կարող ես ասել։ Վատառողջ չէ, որովհետև 36-ից ցածր է։ 36.6 ճիշտ է, 37-ից ցածր է, ուրեմն առողջ է։ Ապրեք, ծափահարում եք ձեր եկեղեցին։ Նայում ենք ձախ ջերմաչափի եւ աջ ջերմաչափի։ Որն է, որ բարձր ջերմություն է ցույց տալիս։ Արման։ 37-ից ավելի։ Ապրես, կարմիրով է սնդիկի սյունը ներկված։ Իսկ ո՞րն է, որ ցածր ջերմությունն է ցույց տալիս։ Ասա Անահիտ Գրիգորյան։ Կապույտը։ Աջ կողմինը, հա։ Ահա։ 36-5 է պատկերված, շատ ապրեք։ Այսինքն ջերմաչափով մենք ի՞նչն ենք չափում։ Սուրեն։ Ջերմաչափով չափում ենք օդի ջերմաստիճան։ Այո, պրես։ Այդ ձեր մոտ Արսենը ուներ սենյակային ջերմաչափ, որ սենյակի ջերմաստիճանը չափենք։ Կարող ես տեսնել ինչքան է ջերմաչափը։ Այժմ ինչքան է։ 18 աստիճան է։
Դուք լավ եք զգում այս ջերմաստիճանի տակ։ Չեք շոկում և չեք մրսում։ Ապրես Արսեն ջան, նստիր։ Դուք ասացիք, որ օդապարիկից վերև հեռու մարմիններ կան երկնային։ Առօրյա կյանքում հաճախ հեռուն և մոտիկը երբ եք օգտագործում, ով կասի։ Մարիա։ Շատ օգնես Մարիա ջան, էլ ինչ կասես հեռվի և հեռվի և մոտիկի մասին Արեն։ Մոտիկը այն է, ինչի մենք կարող ենք դիպչել և շոշափել։ Ճիշտ է, իսկ կան առարկաներ, որ հեռու են, բայց մենք կարող ենք մոտենալ և շոշափել։ Դավիթ։ Օրինակ սեղանի դրված գիրք։ Ահա, սեղանի դրված գիրքը քեզ մոտ է։ Դե շոշափիր։ Հիմա Արտեմը քեզ մոտ է թե հեռու։ Հեռու է, բայց որ մոտենաս կարող ես դիպչել իրեն։ Այո։ Ապրեք դուք, շատ լավ։ Հիմա նայեք այստեղ։ Որ առարկաներն ենք մենք օգտագործում հեռու չափելու համար։ Տիգրան, հեռադիտակը, ապրես Վալենտինա ջան, շատ լավ։ Այդ ձեզնից շատերը ունեն հեռադիտակներ այսօրվա համար։ Մարիան փորձը կկատարի, Արենը, Էրիկը և Արտյոմը։ Ես կխնդրեմ ձեզ գնաք դեպի լուսամուտը, ես վարագույրը բացել եմ, Էրիկին է տանում հեռադիտակը։ Մարիա ջան, տես ինչ ես տեսնում հեռվից։ Քանի որ եղանակն այսօր անձրևոտ է, դու տես ինչ ես վերևում տեսնում, վերևում։ Մարիա ջան, ինչ ես տեսնում։ Ծառերն ես տեսնում, մոտիկից ես տեսել։ Այո։ Հա, շատ լավ։ Այսպիսով այն ամեն ինչը չենք կարող հասնել, կպչել, շոշափել, դրանք հեռու են, բայց կան նաև հեռու գտնվող շատ առարկաներ, որոնց կարող ենք հասնել շոշափել։ Սա ինչ է։ Քշերք է։ Քշերքը երեխաներ զանգվածի չափման գործիք է։ Դե չափում ես։ Ինչքան է զանգվածը կարտոֆիլի։ Այստեղից ես բռնում։ Ինչքան է։ Մեկ ինչ։ Ապրես, ծափահար մեկ երեկերոտ։ Խոշորացույցն եք հիմա փորձում։ Զույգերով եք հիմա աշխատում, Դավիթը և Յանա կգա։ Հիմա Յանա Դավիթի ձեռքին կա խոշորացույց։ Խոշորացույցը մանր առարկաները ավելի մեծ է ցույց տալիս։ Տեսնում եք, ինչ փոփոխություն եք տեսնում։ Մեծ է երևում, թե փոքր։ Լավ, այս մնաք, չափականոն։ Չափականոնը տալիս եմ Վալենտինային և Սուրենին։ Ինչքան եղավ երկարությունը։ Ահա, այս կողմն եք չափում։ Այն մինչև երկինքը, ինչքան եղավ։ Ինչքան է։ Ինչքան եղավ։ Ճիշտ է, 117 սանտիմետրը արտահայտում ենք մետրով և սանտիմետրով։ Ինչքան կլինի, Արեն։ Ճիշտ է, իսկ ով կասի, 1 մետրը, քանի դեցիմետր է։ Արսեն։ Ապրես, իսկ 10 սանտիմետրը, քանի դեցիմետր է։ 1 դեցիմետր, շատ ապրես։ Աստղադիտակը չենք կարող ուսումնասիրել, ով կասի, աստղադիտակով, որտեղ են ուսումնասիրություններ կատարում, Նարեկ։ Որտեղ։ Ճիշտ է, աստղադիտարանում են ուսումնասիրություն անում, աստղադիտարանում աստղադիտակով, ինչն են չափում, Ալեքս։ Ճիշտ է, աստղերն են չափում, աստղերի էլ ինչն են չափում, ով կասի, Մարիա։ Նրանց ջերմությունը։ Ապրես, էլով կասի, Տիգրան։ Տարբեր աստղեր։ Ահա, տարբեր աստղեր են չափում։ Աղուններ են։
Շատ ապրես։ Դե եկեք, ամփոփենք։ Ինչ է սա և սրանով ինչ են անում։ Սուրեն։ Ինչ են անում չափերիսով։ Յանա։ Օգտագործվում է սենյակում կամ դրսում երկարությունը չափելու համար, օրինակ սեղանից մինչև պատը։ Ինչ է սա։ Գով։ Սա չափավորական Կանոն է, ապրես։ Ինչպես եք օգտագործում, ինչն եք չափում։ օգտագործվում է փոքր իրերի երկարություն չափելու համար, օրինակ մատիտի երկարությունը։ Ապրես։ Նայում եք այստեղ։ Ինչ է պատկերված։ Վահա։ Հերատիկա։ Շատ ապրես։ Երբ եք օգտագործում և ինչն եք չափում։ Ասում է Անուշը։ Օգտագործվում է հեռավոր առարկաները մոտիկից տեսնելու համար, օրինակ լեռները կամ շենքերը։ Ճիշտ է։ Շարունակում եք։ Ինչ է պատկերված։ Ասում է Անահիտը Գրիգորյան։ Ինչ է պատկերված։ Կշերք է։ Կշերք է, ճիշտ է։ Կշերքով։ Ինչն եք չափում։ Ասում եմ Լուսին։ Օգտագործվում է իրերի զանգվածը չափելու համար, օրինակ խնձորի զանգվածը։ Իսկ մենք նոր ինչի զանգվածը չափեցինք։ Ճիշտ է, կարտոֆիլի զանգվածը չափեցինք։ Նայում եք այստեղ, ինչ է պատկերված, Արման։ Արման ջան, ինչ է սա։ Ահա, խոշորացույց է պատկերված։ Երբ եք օգտագործում խոշորացույցը։ Արսեն։ Օգտագործվում է փոքր բաներ ավելի խոշոր տեսնելու համար, օրինակ վիճակներ։ Ապրես Արսեն ջան, շատ ապրես։ Նայում եք այստեղ, քանի տեսակ ինչ է պատկերված, Յանա, ջերմաչափ է պատկերված։ Քանի տեսակի ջերմաչափ է պատկերված, Նարեկ։ Երկու տեսակ։ Այս աջ կողմի ջերմաչափը երբ եք օգտագործում, Վալենտինա։ Երբ մեկ հիվանդանում է։ Այսինքն մարմնի ջերմաստիճանն եք չափում, իսկ ձախ կողմի ջերմաչափով, ասա Յանա, սենյակային ջերմաստիճանն եք, սենյակի ջերմաստիճանն եք որոշում։ Կան ջերմաչափեր, որոնցով մենք որոշում ենք դրսի ջերմաստիճանը, որովհետև աշնանը, որովհետև ձմռանը եղանակը ցուրտ է և օդի ջերմաստիճանը 0-ից իջնում է ներքև, մինուս է ցույց տալիս։ Ինչ է պատկերված։ Տաթև։ Մանրադիտակ։ Ճիշտ է, մանրադիտակը երբ եք օգտագործում, ինչն եք չափում։ Անուշ։ Օգտագործվում է շատ փոքր բաները տեսնելու համար, այն ինչը անձեն աչքով հնարավոր չէ տեսնել։ Ճիշտ է։ Նայում ենք այստեղ, ինչ է պատկերված։ Մարիա։ Մանրադիտակ։ Ճիշտ է, մանրադիտակը երբ եք օգտագործում, Անուշ։ Օգտագործվում է շատ փոքր բաները տեսնելու համար, այն ինչը անձեն աչքով հնարավոր չէ տեսնել։ Ճիշտ է, ապրեք։ Ինչ է պատկերված։ Ճիշտ է, Սուրեն ջան, հիմա ասա։ Երբ եք օգտագործում աստղադիտակը։ Օգտագործվում է լուսինը, աստղերը կամ մոլորակները տեսնելու համար։ Ճիշտ է, ապրեք։ Այնինչ աստղաֆիզիկոս և մեծ գիտնականի գիտեք, որ ինքը հիմնադրել է յուրականի աստղադիտարանը, Վահա։ Վիկտոր Համբարձումյան։ Ճիշտ է, ով կասի Վիկտոր Համբարձումյանը, որ թվականին է հիմնել աստղադիտարանը, յուրականի։ 1946 թվականին։ Ճիշտ է, կեցես, ծավոհարում եք անանուշը։ Հիմա ասում եք, աստղադիտակով ինչ եք ուսումնասիրում։ Տիգրան, աստղերը, ապրեք, էլ ինչն եք տեսնում աստղադիտակով, մոլորակները, էլ ինչը, լուսինը, աստղերը, ապրեք, չափի մասին, ինչ իմացա, Տաթև, Եթե ջերմաչափի կարմիր գիծը բարձր է, ապա ջերմաստիճանը բարձր է։ ահա, էլ ինչ իմացա, Անահիտ,
Եթե կարմիր գիծը ցածր է, ապա ջերմաստիճան ցածր է։ Հիմա մանրադիտակով մենք դիտում ենք անելու, դուք այս դասին տարբեր տեսակի առարկաների և իրերի մասին խոսեցիք, որոնք ձեր աչքին տեսանելի են, իսկ հիմա դուք տեսնելու եք այնպիսի առարկաներ, որոնք ձեր աչքին տեսանելի չեն, օրինակ բակտերիաներ։ Մեր ձեռքերիներ կան տարբեր մանրեներ, տարբեր իրերի վրա կան մանրեներ, տարբեր բակտերիաներ, դրանք աչքի համար տեսանելի չեն և կյանքում միշտ ասում ենք, չէ, որ պետք է ձեռքերը միշտ դվանան և որպեսզի մեր ձեռքերը մաքուր լինեն։ Այստեղ փորձապատու վրա դուք տեսնելու եք հացի բորբոսի բակտերիան։ Այն գունավորած է կանաչով և դուք կգաք ու կտեսնեք։ Առաջինը, տեսնենք, բոլորը գալու եք և տեսնենք։ Սուրեն արի, կարող ես մեկ աչքով գտնել, կարող ես երկու աչքով գտնել։ Փորձիր, տեսար, ինչպիսին էր բակտերիան, ձեռքով, գույներով ասա, ինչ գույնի տեսար։ Սպիտակ է լինելու, բայց մի քիչ ներկանյութ է լսված։ Տեսար այդ կանաչ ներկանյութով այդ բակտերիան, ես բորբոսի նման։ Ահա, կանաչ կետիկներ են, դու շատ ճիշտ գտար, ապրես, արի Վալենտինա։ Արի, Էրիկ։ Աչ կտվածի, տեսար, ինչ ես տեսնում, ինչ գույն է։ Շատ ապրես, հենց դու ճիշտ բակտերիան գտար, դա հացի սունկ է երեխաներ, երբ որ հացը հնանում է ու կանաչում է, այդ կանաչ հացի վրա բորբոս է առաջանում, չէ, այ դուք տեսնում եք, այ տեսեք, այս ապակին թափանցիկ է, վրա կանաչ ներկանյութ է լսված, բակտերիան տեսնեք, բակտերիան անզեն աչքով հնարավոր չէ տեսնել։ Կանաչ կետիկներ են, արդյոք։ Տեսար կանաչ կետիկներ, արի նարեք։ Դրանք բորբոսասը։ Ինչեր են, կանաչ կետիկները դրանք բորբոսասնկերն են։